պարզ է որն է, ինչպես որ ֆինանսների նախարարին Չլսեց պարոն Մինասյան։ Առաջի հարցը ինչպես որ ֆինանսների նախարարին տրվեց, պարոն Հարությունյան, նաև ձեզ եմ ուզում տալ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նախ ձեր գնահատականը, որպես վարչապետի աշխատակազմ առհասարակ ապօրինի տեսագրությունների, ձայնագրությունների եւ նաեւ դրա տարածման մասով։ Ձեր գնահատականը, հատկապես վերջին դեպքի օրինակով, դատապարտում եք թե ոչ, եւ եթե այո, ապա ինչ քայլեր եք ձեռնարկում նման երևույթները կանխելու ուղղությամբ, սա առաջին հարցն է։ Երկրորդը, ինչ է ձեր համար ազգային ինքնությունը, որովհետեւ տոների եւ հիշատակի օրերի նշման ծրագրերի շրջանակում դուք կարևորել եք սա։ Խնդրեմ, որպեսզի հիմա ներկայացնեք, որն է ձեր պատկերացմամբ ազգային ինքնությունը եւ դրա շրջանակներում հատկապես որ տոներն են, որ կարևորում եք այդ համատեքստում։ Եվ երրորդ հարցը, տեսեք, դուք նշեցիք պարոն Խաչատրյանի հարցերին պատասխան, որ վարչապետի արարողակարգային ծախսերի շրջանակներում է կատարում։ Միջազգային փորձը եւ նաեւ վերլուծությունները կենտրոնացված են հենց այսպիսի հարցերի վրա, որտեղ ձևակերպում կա։ Ձևակերպման համաձայն դա քաղաքական կոռուպցիա է, երբ որ նման երևույթների ներքո ըստ էության իրականացում է կուսակցության քարոզչություն, կուսակցության մոտեցումների, գաղափարների, անձանց եւ այլն։ Հիմա ըստ ձեզ ինչպես պետք է տարանջատվի այս երևույթը եւ ինչպես օրինակ ողջամտորեն մենք չենք կարող եզրակացնել, որ դա հենց քաղաքական կոռուպցիայի օրինակ է։ Երբ որ այս կամ այն միջոցառումը, որը իշխող քաղաքական ուժի, ասենք, մոտեցումներն են, ձևակերպվում է հենց այդ հարցի, այդ ծրագրի շրջանակներում եւ ըստ էության ծախսվում են հանրային միջոցները հենց այդ ուղղությամբ։ Չէ՞ որ ի վերջո սահմանադրության եւ օրենքների համաձայն իշխանություն ունենալ չի նշանակում մեկ քաղաքական ուժի ծրագիրը, մոտեցումները, անձանց վրա ծախսել հանրային միջոցները։ Այն պետք է ծախսվի հանրության համար, հանրության բարիքներ ստեղծելու, որտեղ կան նաև տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, այսինքն հավասար վերաբերմունք բոլոր ուղղություններով։ Սա որպես նաև չափանիշ։ Այ ինչպես դուք կառաջարկեք, որպեսզի գնահատվի։ Շնորհակալություն պարոն Մինասյան ձեր հարցերի համար։ Առաջի հարցի հետ կապված միանշանակ դատապարտում եմ եւ հրապարակումը եւ տարածումը։ Եվ ես առհասարակ, երբ որ դեռ ընդդիմադիր եղած ժամանակվանից դա վերաբերեր ընդդիմությանը, իշխանությանը, ես հրաժարվել եմ երբևէ այսպիսի մեթոդներով հրապարակված, արված հրապարակումները մեկնաբանել, որովհետև երբ որ դու սկսում ես այսպիսի երևույթները մեկնաբանել, դու պարարտ հող ես ստեղծում, որպեսզի դրանք հետագայում նույնպես շարունակվեն։ Եվ միանշանակ պետք է համապատասխան մարմինները եւ ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար։ Ճիշտն ասած, ինքնության թեմայի հետ կապված ձեր հարցը այնքան էլ լավ չհասկացա, որովհետև մենք ունենք շատ կոնկրետ երկու միջոցառում տոների եւ հիշատակի օրերի ծրագիր անվան տակ, մեկը ավանդաբար 2019 թվականից իրականացվող քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներն են եւ մյուսը մեր ժամանակների հերոս միջոցառումն է, որը արդեն էլի 2000 կամ 18-ից կամ 19-ից աշխատակազմի կողմից իրականացվում է։ Մենք իհարկե ունենք նաեւ ազգային փոքրամասնությունների հետ կապված ծրագրեր, որոնք վերաբերում են նրանց ազգային ինքնությանը,
բայց եթե խնդրեմ ձեր պատասխանի ժամանակ, ռեպլիկի ժամանակ սրան անդրադառնաք։ Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ես կարծում եմ, որ այստեղ որևէ քաղաքական կոռուպցիայի երևույթ չկա, որովհետև այն ինչ որ տեղի է ունենում կառավարության եւ կառավարության ղեկավարի գործունեության շրջանակում։ Եվ երբ որ դուք խոսում եք բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու մասին, բոլոր այդ միջոցառումներին մասնակցում են մեծ թվով մարդիկ, հնչում են շատ տարբեր հարցեր, այդ թվում նաև ոչ մեր, այսպես ասած, քաղաքական թիմի համար հաճո հարցեր, եւ ըստ էության այդ միջոցառումների շրջանակում այդ քաղաքական բանավեճը ապահովված է։ Եվ ես չեմ կարծում, որ այստեղ ձեր մատնանշած երևույթներին վերաբերող որևէ երևույթ կա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, նախ գնահատականի համար, դա լավ դրական առումով է նաև ասում ազդակ է, բայց կարծում եմ ինքնին այդ տեսագրման փաստը իրավապահ մարմիններին, համապատասխան իրավասություն ունեցող մարմինների աշխատանքի վերաբերյալ է նաև։ Ի վերջո ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի ենթակա մարմինն է կամ կառավարության հիմա հստակ չեմ հիշում, բայց այնուամենայնիվ սա խոսում են մասին, որ եթե իրենց մասնակցությամբ է եղել, սա ինքնին արդեն միանգամից պատասխանատվություն առաջացնել, եթե իրենց մասնակցությամբ չի եղել, ես նկատի ունեմ հենց ինքնին տեսագրության փաստը մարդու անձնական կյանքի վերաբերյալ են այդ ձևի, այսինքն բաղնիկ, ննջարան եւ այլն։ Եթե իրենց մասնակցությունը չի եղել, առավել առաջանում է հարց, բայց իրենք ուր են, ուրեմն իրենց տեղում չեն։ Եթե կարող են, չգիտեմ, այլ մարմինների միջոցով կամ այլ կազմակերպությունների միջոցով նման բան լինի, որտեղ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության կարևոր առաքելություններից մեկն է հենց այս մարմինների գործունեությունն է, որ պետք է որպես պետության անունից պետք է իրականացնեն այդ պատշաճ պաշտպանությունը։ Ինչ վերաբերում է հրապարակման ու տարածմանը, տարբեր ասեկոսներ կան, ես կխնդրեի, որպեսզի դրանց վերաբերյալ էլ արձագանք լինի, մասնավորապես կապելով հենց ձեր աշխատակազմում աշխատող առանձին անձանց մասով, եթե դա իրականություն չէ, հստակ արձանագրենք, որ իրականություն չէ, կամ եթե կա բացահայտում, ապա հրապարակենք եւ այդ հրապարակման հետևից պետք է գնան կոնկրետ նաեւ մարմինները։ Երկրորդ հարցի մասով, տեսեք, դուք եք այստեղ նշել տոների եւ հիշատակի օրերի ծրագրի գծով նախատեսվել է այսքան դրամ 202.5 միլիոն։ Ծրագրի նպատակն է տոների եւ հիշատակի օրերի նվիրված միջոցառումների անցկացումը ի նպաստ ազգային ինքնության պահպանման։ Ես այս ձևակերպման ներքո եմ ուզում ասել, եթե խոսքը գնում է երկու այս ծրագրի մասին ու չկա օրինակ մատնանշված, հա, առաջին հանրապետության օր, անկախության օր կամ այլ տոներ, որոնք որ հենց մեր մշակույթի, մեր լեզվի, մեր ինքնության էությունն են, մեր հավատամքի, ապա այս երկուսը կարող են այդ ամեն ինչի մեջ ամենավերջին տեղերում լինել մեծ հաշվով, որտեղ ինքնությունը ես դրա համար ուզում հասկանալ, ձեր պատկերացած ազգային ինքնությունը բնութագրվում է միայն քաղաքացիությամբ եւ ժամանակի հերոսով, թե ավելի խորը պատկերացում կա։ Եթե կա, ապա ինչու է ծրագրերի մի նկարագրության մեջ մասնավորապես հենց այդ էությունը չի ներկայացվում։ Եվ վերջապես երրորդի մասով, տեսեք, արդյոք ունեք ցուցանիշներ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն միջոցառման մասնակցությունը մարզերում կլինի կամ մայրաքաղաքում կամ խոշոր քաղաքներում ինչ է նստում մի այցելություն պետական բյուջեի վրա սկսած անվտանգության ապահովման հսկայական մեծածավալ
գործողություններից ոստիկանական ուժեր, ճանապարհների խցանումներ, բուն միջոցառման վրա կատարված ծախսումներ ավարտված այն սահմանափակումներով, որ հետո կիրառվում է քաղաքացիների նկատմամբ։ Սենց մի ինչ-որ հաշվարկներ կան միջին հաշվով, թե չկա, որովհետև տեսեք նաև օրենսդրության համաձայն արարողակարգային ծախսումների մեծ մասը գաղտնի է համարվում։ Հետևաբար մեզ հասանելի էլ չէ մեծ հաշվով ըստ դետալների հասկանալ, թե հանրության նկատի ունեմ, հասկանալ, թե ինչ է ծախսվում կամ ինչ է կատարվում։ Եվ ի վերջո այս միջոցները պետական բյուջեի միջոցներ են, չէ՞։ Օդից բերված միջոցներ չեն, որոնք որ հանրային բարիք պետք է ստեղծեն։ Այ կարող ենք նկարագրել այն հանրային բարիքը, որը, ինչպես նշեցի, վերաբերում է բոլորին, այսինքն հասանելի պետք է լինի եւ հավասար վերաբերմունք լինի բոլորի նկատմամբ։ Ես ամենևին նպատակ չունեմ ասելու, որ վայ որպես կառավարության ղեկավար ոչ մի բան չպետք է ծախսվի։ Ես նկատի ունեմ, որ այն մեծ ռեսուրսը, որ ծախսվում է, ամենայն դեպս ողջամտորեն, հիմա մենք կարող ենք այդպեսի ենթադրել, որտեղ չկա բացվածք, չկա ներկայացված։ Այս կամ այն միջոցառման վրա կատարված ծախսերի մեծությունը, դրա հանրային էֆեկտը, բարիքը, բացառապես լսել ենք մի բան։ Իշխող ուժը ներկայացնում է իրենց քաղաքական պատկերացումը, իրենց կուսակցական մոտեցումները, բայց հանրային բարիքի տեսակետից չափանիշ, չափորոշիչ չեմ տեսել ես, եթե կա, խնդրեմ որպեսզի հրապարակ։ Դրա համար եմ ասում, որ միջազգային փորձը եւ մեթոդաբանական մոտեցումը ավելի շատ այսպիսի երևույթները վերագրում է քաղաքական կոռուպցիային, վարչական ռեսուրսի օգտագործմանը եւ այսպես շարունակ, էլի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Վերջերս հետք պարբերականը եւ կայքը հրապարակեց մի հոգեցունց բացահայտում քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատանքային ոչ հրապարակային խմբից, որտեղ վարչապետի ստատուսն էր եւ որտեղ հատուկ շեշտադրում կար բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը։ Եվ եթե մենք սա ասած լինենք բաց հրապարակային եւ մենք սրա մասին նաեւ ասում ենք, կասեք դե քարշչական հնարք է, քաղաքական գործիչ է այսպիսի հայտարարություններ անում, բայց այդ հայտարարությունը եղել է եւ այդ արձանագրումը եղել է փակ խմբում։ Ինչ է նշանակում, որ թե բաց միջավայրում եւ թե փակ մեր աշխատանքային խմբերում մենք առաջնորդվում ենք նույն սկզբունքներով եւ հետեւաբար եւ որպես կառավարություն, որպես գործադիր նաեւ մեր օրենսդիր մարմնում մեր մեծամասնությունը առաջնորդվում է նույն սկզբունքներով։ Ձայնագրությունների, տեսագրությունների հետ կապված հարցին ըստ էության ես պատասխանեցի հնարավոր կապերի, առնչությունների մասին, եղել են բազմաթիվ հրապարակումներ, եղել են բազմաթիվ հերքումներ, եթե չեմ սխալվում, նաև դատական կարգով կարող է սխալվեմ հիմա, այդ հերքումները եղել են, եւ այստեղ ավելացնելու բան չեմ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր կառավարության տարիներին, եթե չեմ սխալվում 18 կամ 19 թվականին մեր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնյաների խոսակցությունը ձայնագրվել է եւ հրապարակվել է։ Եվ տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում ես կարծում եմ եւ ցավոք դա կարող է ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում վատ տենդենսների մասին խոսել եւ վատ երևույթներ ի հայտ գան։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան քայլեր իր լիազորությունների շրջանակում անում է պարզելու, թե ինչպես է դա տեղի ունեցել, ենթադրում եմ, որ Արշակ Խաչատրյանը, ով ըստ տարածված այդ տեսանյութերի կամ իմիջիալից ես որևէ տեսանյութ
կամ նյութ սրա հետ կապված նույնիսկ չեմ բացել, բացի վերնագրերը տեսնելուց։ Ենթադրում եմ, որ Արշակ Խաչատրյանը դիմաց կլինի իրավապահներին եւ ես իրեն կոչ եմ անում հիմա ժողովուրդ բարբերականը ուղիղ ձայնագրում է, հենց իրեն շատ լավ է որ դիմել է, վստահ եմ որ ԱԱԾ-ն համապատասխան կամ համապատասխան կառույցները միջոցներ կձեռնարկեն։ Հանրության ձեր թույլտվությամբ նաև հարգելի գործընկերներ, մամուլում հրապարակումը առերևույթ հանցագործության մասին հիմք է դատախազության համար, որպեսզի սկսի վարույթ համապատասխան քրեական, կարծես թե դատախազությունը արդեն ձեռնմուխ է եղել նման գործողության, դեռևս չգիտեմ քննչական մարմինները ստացել են համապատասխան գրություններ կամ համապատասխան գործընթացներ գնում է, բայց այլևս դա իրավապահ դաշտի ոլորտում է, ինքնին հասկանալի է, որ բոլորիս կողմից նման երևույթներ պետք է առանց որևիցե եթեի կամ բայցի դատապարտելի լինեն։ Խնդրեմ։ Շնորհակալ Եվ անկախ անձանցից ցանկացած անձանցից կներեք 3 լրագրող ինձ հարց է տալիս, լավ են մեկը հոգեորական էր, բայց մյուսը սովորական անձ է։ Մեր համար տարբերություն չպետք է լինի։ Բոլորն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, Հայաստանի Հանրապետության իրավազորության տարածքում է տեղի ունենում դեպքը, բոլորը նույն սահմանադրական պաշտպանությունը պետք է ունենան։ Զարմանում եմ, որ նման հարց է տալիս անկախ ամեն ինչից։ Անկախ ամեն ինչից, անկախ սահմանադրական նորմը չի հիշատակեմ, պարոն Մինասյան։ Անկախ դրականության բոլոր տեսակներից։ Հիմա հարգելի պարոն Մինասյանը բոլորից դատապարտում է պահանջում եւ ճիշտ է անում, բայց մի հատ պետք է մոնիտորինգ անել։ Արդյոք 2019 թե 18 թվականին, երբ որ այն ժամանակ ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Վանեցյանի եւ այն ժամանակ, եթե չեմ սխալվում, Սասու Խաչատրյանը հատուկեն ՉԿ-ի ղեկավարի պաշտոններ զբաղեցնում, մենք դատապարտումներ լսել ենք մեր ընդդիմադիր գործիչներից, եթե լսել ենք դատապարտներ, նաև պահանջներ, որպեսզի բացահայտվի այդ Շատ լավ։ իրականացված։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, պարոն Մինասյան, ցանկացած քաղաքական ուժ, որը ձևավորում է կառավարություն, որոշակի արժեքային համակարգի շրջանակներում է գործում եւ դա բնական է։ Ձեր կուսակցությունը ունի գաղափարախոսություն եւ արժեքային համակարգ, որը տարբերվում է քաղաքացիական պայմանագրի արժեքային համակարգից կամ ընկալումներից եւ նույնը հակառակն է եւ մենք որոշակի մեր քաղաքական թիմը եւ մեր կուսակցության գաղափարախոսությունը հետևում է որոշակի արժեքային արժեքների, որոնք շնորհակալություն հարցի համար կարող եմ հիմա թվել մեջբերում անելով իրական Հայաստանի գաղափարախոսությունից եւ հետեւաբար մենք համարում ենք ըստ այդմ, որ հայ ժողովրդի ազգային արժեքներն են Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը, Հայաստանի պատմությունը, հայ բանահյուսությունը, էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայ լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը, համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հայ կաթողիկ եկեղեցին, հայ ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը, հայ աշխուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային եւ էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բերմարվեստը, հայկական ճարտարապետությունը, հայրենի բնաշխարհը իր կենսաբազմազանությամբ, առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, մարդասիրությունը, հարգանքը եւ հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց ժողովուրդների կրոնների նկատմամբ, տարածքային պատկանելիությունը, համաշխարհային քաղաքակրթությունը, տարածաշրջանային, դասական եւ ժամանակակից մշակույթը, եղբայրական զգացումները եւ հարաբերությունները հազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ անկախտելի միությունը նրանց հետ,
արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդույթները, կրոնները, հավատալիքները, հայկական խոհանոցը, նյութական եւ ոչ նյութական ժառանգության բոլոր նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության վերը նկարագրված ազգային արժեքները։ Պարոն Մինասյան, բոլոր միջոցառումները, բոլոր քննարկումները, բոլոր քաղաքականությունները, բոլոր ռազմավարությունները հենված են այս դրույթների վրա եւ մենք էլ տոները կազմակերպելիս մեր արժեքային համակարգով ենք առաջնորդվում, որը ես քիչ առաջ թվարկեցի։ Ինչ վերաբերում է ծախս մի այցի, այդպիսի հաշվարկ չունենք։ Եվ այդպիսի խնդիր էլ չի դրվել, հետաքրքիր հարցադրում է, մտածենք այդ ուղղությամբ, գուցե իրականացնենք, հասկանանք, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի օրինակ այց հարմավիրի մարզ ինչ է արժենում բյուջեին, բայց այդ ամենը նորմավորված է կառավարության կարգերով, գերատեսչությունեն մարմիններին վերապահված լիազորություններով սահմանված են, կան դրույքաչափեր, ըստ դրա իրականացում են այդ ծախսերը։ Շնորհակալություն։ Ներեք, էլի, բայց այս ծախսի մասով պարոն Մինասյան ներողություն, էլի մենակ մի հատիկ շտկում անեմ, այստեղ է դուք ծախսն եք հարցնում, բայց եթե մենք արդյունավետություն ենք գնահատում, միայն ծախսով դա անհնար է գնահատել, որովհետև վարչապետը այցելում է։ Այո, ասում եմ ինչքան է նստում վարչապետի այցը որևէ մարզի ընդհանրենք։ Հետևաբար եթե մենք ծախսն անենք, ես նաև շարունակության մեջ հանրային բարիքն եք ասում, բայց դա արդեն արդյունավետության գնահատում, այսինքն նշանակում մարզի այցելությունից հետո ինչ խնդիրներ է բարձրացնում, ինչ առաջադրանքներ է տալիս վարչապետը եւ ինչ է ունենում կոմպլեքսը, որտեղ պարոն Արությունյանը ասեց, որ հավանաբար առաջիկայում ինչ-որ մեթոդաբանություն կմշակվի։ Պարոն Արությունյան, իմ հարցը հենց դրան էր վերաբերում։ Ասեցի կմտածենք, մի հատ հասկանանք, թե այդպիսի բան անում են, թե չէ։ Մտածում եք, որ ինչ անեք առանց լուծում տալու, պետք է մեթոդաբանություն մշակեք, չէ՞ որ։ Իսկ ի նկատի ունեմ պետքա դա անել, թե չէ։ Եթե ազդեցությունների մասին եք ասում, Տիկին Վարդանյանը նշեց, այդ այցերի ինչ նպատակ ունեն։ Պարզելու։ Դե մեր գնահատման քարոզչակը։ Հիմա դուք ասում եք ոչ։ Հիմա դրա համար ասում նկարագրեք, չափելի գործիքով ասեք, այս սա է, սա է, սա է։ Դա է ասում։ Մենք Եվ մի հատ ամեն այցից հետո պետական ապարատը ստանում է տասնյակ հանձնարարականներ, որոնք վերաբերում են այն աշխատանքներին, որոնք վարչապետը դիտարկել է իր այցերի ժամանակ։ Եվ օրինակ, վերջին այցը ուր է եղել, վերջին Հովանավանք։ Օրինակ։ Նաև Հովանավանք։ Հիմա Հովանավանքի Հովանավանքը հանձնարարությունները տվեք ինչ հանձնարարություններ Հովանավանքը Ես ավարտեմ, էլի Ես ուզում դադարեցնեմ այս քննարկումը, որտեղ հետաքրքիր է, բայց արեք վերադառնանք ձևաչափի։ Որտեղ վերջերս ինձ մեղադրում են ձևաչափը խախտելու մեջ։ Ես շատ կարճ, շատ արագ ամփոփեք եւ իմ ասածը հենց դա է, դուք թվարկեցիք, որը առանձին թեմա է քննարկելու եւ մեր գնահատմամբ ձեր այդ նշած կոնցեպտը իրականում որևէ առնչություն չունի իրականության հետ, որի անուն դուք իրական Հայաստան եք դրել, բայց անգամ այդտեղ երբ որ դուք թվարկում եք բանակի անկախության, իմ ասած հենց դա է, բայց այս ծրագրերում ինչու օրինակ առաջնահերթությունը չեն տրվել դրանց, այլ տրվել է օրինակ ժամանակակին մեր ժամանակների հերոսին կամ քաղաքացու օրվան։ Ասենք օրինակ անկախությունը կամ բանակը ավելի քիչ կարևոր են, քան այս երկուսը, թե ուզում եմ հասկանամ չափման մեթոդաբանությունը, ձևը։ Արմինասյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ամեն այս հաշվետվություններին կես տարին մեկ, երբ որ գալիս ենք բյուջեի հաշվետվությանը եւ գալիս ենք հաջորդ տարվա բյուջեի ներկայացմանը, դուք նույն հարցն եք տալիս, ես նույն պատասխանն եմ ձեզ տալիս։ Մենք ունենք բազմաթիվ տողերով, բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրեր եւ ձեր խմբակցության, եթե չեմ սխալվում, ձեր խմբակցությանն ենք պատասխանել, այս բանը չեմ հիշում, որ падգամարին, թե որ գերատեսչությունը, որ տոնի հետ կապված ինչ միջոցառում է անում։ Եվ դուք երևի չֆիքսեցիք իմ պատասխանի մեջ, թե ես ինչ ասեցի։
Նաև այս միջոցառումները, որոնք իրականացում են այն արժեքային համակարգի եւ ինքնության հետ կապված հարցերով, որոնք դուք նշեցիք եւ որոնց մասին ես խոսեցի։ Այլ հարցեր, Կին Վարդան, խնդրեմ։ Ես ունեմ, պարոն Հարությունյան, ճիշտ ասած, ես ուզում եի հարցնել